իմ համար իրականում գայթակղությունը մեծ է հիմա դաշնակցության գաղափարախոսությունը ներկայացնել հիմնադրույթները, բայց այդ գայթակղությանը չեմ տրվի, որովհետև սա հակադաշնակցական արշավ չի խորքի մեջ, սա ինքնության դեմ արշավ է, որի մասն է դաշնակցության դեմ արշավը։ Եթե մենք հակաարցախյան արշավ տեսել ենք, հակաեկեղեցական արշավ տեսել ենք, հակադաշնակցական արշավ ոնց կարող ենք չտեսնել։ Իրականում ամբողջ խնդիրը սա է, որ այո, 35 տարվա մեջ առաջին անգամ մենք Հայաստանում պատրաստում ենք ընտրությունների ու պլատֆորմա, եթե դուք նայեք ուժերի մեծ մասը, ովքեր որ հրապարակել են անունից սկսած մինչև սիմվոլներ, տեսնում ենք Արարատի սիմվոլ, տեսնում ենք հայկականության սիմվոլներ, դա անուղղակի եւ ուղղակի պատասխանն է ինքնության դեմ արշավին ու այո, եկել ենք այն վիճակում, որ Հայաստանում խոսում ենք հայկական ինքնության պահպանման անհրաժեշտության մասին։ Այս է այս ընտրությունների առանձնահատկությունը ու դրանով է պայմանավորված նաև լրիվ համաձայն եմ իմ կոլեգայի հետ սոցիոլոգ, այսինքն կոլեգայի հետ, որ իրականում այն եթե միասնությունը մեկ լինելը չի, նույնական լինելը չի, միասնությունը անկյունակարային հարցերում համաձայն լինելն է, ու դա լռելային կա, որովհետև Հայաստանում ջրբաժան է անցկացվել։ Ջրբաժանի մի կողմում ինքնության դեմ պայքարողներն են, մյուս կողմում անկախ տարբերություններից ինձ կարելի է ընդդիմադիր դաշտը բազմազան ու տարբեր այդ ինքնությունը պաշտպանողները ու կրողները ամենակարևորը մենք ինչ որ արհեստական բան չենք պաշտպանում մեր ինքնությունը պաշտպանելով մենք ինքներս մեզ ենք պաշտպանում հիմա ինչ որ ականատես ենք եղել վերջին տարիներին վերջին 2 օրը դրա խտացված տարբերակը այդ ինքնության դեմ արշավի դրսևորումներից մեկն էր որովհետև այո, մենք 35 տարի գիտեք Սփյուռքում ունեցել ենք խնդիր, 35 տարի Սփյուռքում խոսել ենք հայկական ինքնության պահպանությունից, դրա քայլեր ենք ձեռնարկել։ Հիմա մենք հասել ենք այն կետում, որ Հայաստանում ենք դրա մասին մտածում։ Հայաստանում մտածում ենք ոնց դիմագրավենք արշավին ու ոնց պահպանենք։ Դրա համար էլ հայտնվում ենք թիրախում, ոնց որ հայ առաքելական եկեղեցին, ոնց որ Արցախահայերը։ Հիմա ինչ կարելի է սպասել այս պարագայում իշխանություններից։ Այս արշավի սաստկացում, ինչ որ մենք տեսնելու, մինչև հունիսի 7-ը մենք բացառապես տեսնելու ենք նմանատիպ արշավների սաստկացում։ Գործիքակազմերը գուցե փոխվեն, նկատի ունեմ կարող է սոցիոլոգիական հարցումները ցույց տան եւ ցույց են տալիս, որ եկեղեցու դեմ արշավը որևէ ընտրական պոզիտիվ բան իրենց չի բերել եւ մենք էլ չտեսնենք ինչ որ գրող մայրաթորի վրա, բայց իրենք ձեր տված քվեն, սիրելի հանրություն, մեկնաբանելու են որպես ինդուլգենցիա, որ կարող են կաթողիկոսի վրա հարձակվել։ Հիշում եք, երբ վաղաշապատում իրենց թեկնածուն ընտրվեց, ինչ ասեցին։ Ասեցին, սա մեր համար կանաչ լույս է, մեր հակաեկեղեցական ծրագիրը շարունակելու համար։ Ուրեմն, հունիսի 7-ի ընտրությունը իշխանությունը վերածելու է իր համար կանաչ լույսի, այսինքն ուզել ցանկանալու է իր համար կանաչ լույսի վերածել, ինչի համար։ Ոչ միայն հակաեկեղեցական արշավը, ինքնության դեմ արշավը շարունակելու, այլ Ադրբեջանի պահանջները հետագա կատարելու համար։ Այսինքն, արդեն հայտարարվել է Հայաստանում, որ մարտին մենք ունենալու ենք այն նախագիծը, որը Ալիևի պահանջած սահմանադրության նախագիծն է։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ, որ ձեզնից որևէ մեկը քվեթվողներից չի ուզում Ալիևի սահմանադրություն ունենալ, բայց ձեր քվեն այդպես է մեկնաբանվելու։ Ձեր չմասնակցությունը մեկնաբանվելու է, որ կողմ եք դրան հետագայում, երբ որ արդյունքները լինեն։ Այսինքն մենք հունիսի 7-ին ինչի առջև ենք կանգնելու։ Ալիևի սահմանադրությունը այո ասելու, թե մերժելու։ Ինքնության դեմ արշավին համաձայնվելու, թե մերժելու, այս ընտրության առաջ են կանգնելու։ Ու այստեղ է, որ այո Հայաստանում մի ընդդիմադիր ուժ չկա, որ ունի ձայների բացարձակ մեծամասնություն, 50+1 հավաք հնարավորություն չկա, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով մենք այդ վիճակում չենք։ Ուրեմն բոլորս հասկանում ենք, որ համագործակցություն է անհրաժեշտ։ Ինչ որ համագործակցություն, ինչ որ փուլում, դա ինչպիսին կլինի, ցույց կտա ընթացքը, բայց բոլորս հասկանում ենք, որ եթե ուզում ենք բոլորիս համար հաղթանակ, դրա տարբերակը այո, ունենալ մեկ թիրախ, այս իշխանության փոփոխությունը։ Հիմա սրա տարբերակը որն է, խոսեց մասնագետը, որ բարձր մասնակցությունը, ես դա պիտի կրկնեմ, ոչ միայն բարձր մասնակցությունը այն առումով, որ ինչն է մեզ ամենաշատը, հիմա եթե ինձ հարցնեք ամենամեծ խնդիրը որն է, ներարկվող հուսալքությունը։
Ամենից փորձում են ապացուցել, որ ոչինչ չի փոխվելու, անիմաստ անդրադառնալ գնալ, քաղաքական գործընթացներին մասնակցել։ Ժողովուրդ ջան, եթե անիմաստ է դա, ամեն ինչ որոշված է, որևէ շարժ չկա, ինչի են դա փորձում այդքան ձեզ համոզել։ Ինչի են դրա վրա այդքան ջանք գործադրում։ Եթե որևէ ամեն ինչ որոշված է արդեն։ Եթե Նիկոլ Փաշինյանը խնդիր չունի իր թիմը, ոնց են ասում 60+ ունեն, սահմանադրական մեծամասնությունից են խոսում։ Այս վարքագիծը մի հատ նայեք, էլի սա հանգիստ, իրոք ինքնավստահ ուժի եւ մարդու վարքագիծ է, թե ճիշտ հակառակը, մարդու վարքագիծը հասկանում է, որ խնդիր կա, հասկանում է, որ ինքը ունի եւ կարող է ունենալ խնդիր վերարտադրության, որովհետեւ առավոտը պոպուլիստական խոստում տալ Իրիկունը վարչաբենդ նվագել, մի օր գնալ ԵՄ-ին ասել, խնդրում եմ օգնի, ես վերընտրվեմ, հաջորդ օրը գնալ ռուսներին ասել, հակառուսական արշավ չկա ձեր դեմ, դուք սխալ եք հասկացել, մենք այտենց բան չենք ասել։ Սա հանգիստ մարդու վարքագիծ չի, ինքնավստահ մարդու եւ ուժի վարքագիծ չի, ուրեմն հնարավորություն կա։ Եւ այդ հնարավորությունը մարդկանց մասնակցությունն է առաջինը, այո, մենք պիտի իմանանք, որ չմասնակցելով խոշոր հաշվով ընտրում ենք Փաշինյանին եւ ԿՊ-ին։ Էսա իրականությունը։ Ընտրում ենք ինքնության դեմ, այո ենք ասում ինքնության դեմ արշավին, այլևի պահանջած սահմանադրությունը։ Եվ երկրորդը արդեն ձայների փոշիացումը, որ այո մասնակցել, բայց ձայնը տալ այն ուժերին, ովքեր շեմը հաղթահարելու են։ Սա էլ է ամենալուրջ խնդիրներից մեկը, որից ավելի մանրամասն կխոսանք, բայց այս իրավիճակում մենք բոլորս այո մեր ծրագրերը պիտի ներկայացնենք, պիտի մրցակցային առավելությունները, բայց կարծում եմ նաև բոլորիս պարտականությունն է այդ իրատեսական հույսը ցույց տալ, ելքը, որ իրավիճակից փոփոխության ելք ու հնարավորություն կա, դա մեր երազանքը չի, դա այդ ցանկալի մտածողությունը չի, դա իրատեսական է, այդ ելքը բերելու ենք, այո, դաշտին դիմադի ուժերով, նոր հրկիչներ չեն գալու, ունենք այն ինչ ունենք, այստեղ պետք է ընտրություն կատարել, եւ այս եղած իրավիճակից անգամ այսքան վատ, աղետալի, անգույն մեկ է մենք ունենք հնարավորություններ, ոչ միայն իրավիճակը փոխելու, այլ ոտքի կանգնելու, ունենք ներուժ, որ օգտագործված չի, ունենք այսքան անարժանապատիվ չլինելու հնարավորություն։ Եզրափակեմ նրանով, որ ի վերջո հասկանում ենք, որ պարտվել ենք, իսկապես ծանր պարտություն ենք կրել, բայց ոչ ոք մեզնից չի պահանջում, որ մեր նախագահը այլևից շնորհակալություն հայտնի։ Ոչ ոք դա մեզնից չի պահանջում, եւ եթե մենք դա չանենք, մեր նկատմամբ պատերազմ չի սկսելու։ Հաստատ։ Ոչ ոք չի կարող մեր դեմ պատերազմ սկսել, որ մենք մեր գերիների մասին հրապարակային խոսենք։ Սա ընտրություն է, որը կամավոր ընտրություն է, որը գործող իշխանությունը արել է։ Մեր քաղաքացիները պիտի իմանան, որ Հայաստանի եւ Ջրբաժանի մյուս կողմում այն ուժերն են, որոնք չեն գնալու այդ ճանապարհով, չեն գնալու, գիտակցելով, որ մենք պարտվել ենք, ունենք լուրջ վերականգնման խնդիր, բայց պարտվելը մի բան է, անդադ պարկել, որ քո վրայով անցնելը լրիվ այլ բան է։ Մենք այդ պարկել վրայով անցնելը չենք ընդունում ու մենք մենակ չենք։ Այս ովքեր որ կանգնած են ինքնություն պաշտպանության այս դաշտում, ովքեր կրում են այդ ինքնությունը, այդ արժանապատվության զգացումներ ունեն ու ելքեր են առաջարկում ձեզ սիրելի քաղաքացիներ։ Դրա համար սրանք ստանդարտ ընտրություններ չեն, մենք այո սոցիալական հարցեր ենք քննարկելու, բայց անկյունակարը մեր ինքնությունն է։ Ինքնություն ասելով էլ տենց շուտ երևակայական բաներ չէ։ Հայկական ընտանիքը, հայկական մշակույթը, լեզուն, մեր սոցիալ-մշակութային կապերը, մեր առաքելական եկեղեցին, մեր պետությունը ընդհանրապես, մեր հայկական ենք ուզում մեր պետությունը լինի, թե ինչ-որ այլ բովանդակությամբ։ Այս ընտրությունն է, դրա համար կարծում եմ սա ամեն հայի շատ անձնական ընտրություն է, շատ անձնական։ Դրա համար այդ ընտրությանը չմասնակցելը մի քիչ չեմ պատկերացնում, իսկապես սա անձնական կյանքին ամեն մեկի առնչվող ընտրություն է։ Այսը որ սրա վրա պիտի կենտրոնանանք, իշխանություններից ակնկալելով, որ ինչ որ հիմա տեսնում ենք, բազմապատկվելու է, ռեպրեսիաները ինչպես ասացիք, վստահ եմ, որ բազմապատկվելու է, մենք վստահ ենք, որ պատաբար չենք լսում Մոլդովա բառը, ընթացքում եւ Ռումինիա տարբերակը դեռ չենք լսում, բայց կլսենք, այո, իշխանությունները գնալու են ցանկացած քայլի իրենց վերարտադրությունը ապահովելու համար, ես առիթից օգտվելով ուղղակի Միքայել Աչապանյանը ինչպես է ձևակերպել, եթե իրենք պատրաստ են ամեն ինչի, մենք էլ պիտի պատրաստ լինենք ամեն ձև մեզ պաշտպանելու, չէ՞, մոտավորապես իշխանությունը պիտի իմանա, որ իր գործողությունները հակազդեցություն են առաջացնելու։ Հակազդեցություն, երբ որ ես ասում եմ, ես օրինականության մասին եմ խոսում, բայց ինքը չի կարող ինտրական ակտիվ փուլում, լարված փուլում ընդդիմադիր ուժերից մեկին չգրանցել, հանել ցուցակներից
եւ մտածել, որ դա ուղղակի անցնելու է եւ մյուս ընդդիմադիրներն էլ ուրախանալու են, որ ինչ լավ է, մեկը դուրս եկավ ընտրապայքարից։ Դա այդպես չի լինելու։ Դա հակազդեցություն է առաջացնելու։ Եթե դուք մարդկանց փոխանցելու եք ուղերձ, որ մենք խլում ենք ձեզնից ձեր քվեով իշխանություն ձևավորելու հնարավորությունը, դա օբյեկտիվորեն հակազդեցություն է առաջացնելու։ 100 անգամ մտածեք, արդյոք դուք ուզում եք այդ հակազդեցությունը, հակազդեցության նոր օջախ, ու դա ձեզ շահավետ է, թե ճիշտ հակառակը։ Ես կարծում եմ, այս ուղերձները պետք է փոխանցվի, որ այնպես չի լինելու, որ մնացածը ծափ տանք, եթե ուժերից մեկին հեռացվի սա։ Ընդհանուր խնդիր է, լուծելու ենք ընդհանուր ուժերով։ Շնորհակալություն Տիկին Վարդանյան, այո, շատ կարևոր նկատառում արեցիք, ըստ էության այս ընտրությունը նաև ինքնությունը պահելու, ինքնությունը պաշտպանելու ընտրություն է լինելու, որը մեկը չի լիազորել մի մարդուն, ով իրեն համարում է Հայաստանի Հանրապետության նախագահ, բայց ում կարծես թե հասարակության զգալի մասը չի էլ ճանաչում, շնորհակալություններ հայտնի Ալիևին, որը մեկ օրինակ չի լիազորել, որպեսզի նախագահի նստավայրում, որտեղ տեղի էր ունենում Վեսի հետ հանդիպումը եւ այն սրահը, որտեղ որ ներկայացվում էր անօթաչու սարքը, այդտեղ սրահի պատից հանեին Փաշինջանյանի Արարատը, որ տարիներով այդտեղ կախված է եղել։ Ես ինքս անկեղծ ասած, երբ նայում էի այդ անօթաչու սարքի ներկայացման այդ ողջ արարողությունը, աչքերիս չէի հավատում, որ պատին չկա Արարատի նկարը, որը որ տարիներով այդտեղ է եղել, այդ սրահից երբևէ չի տեղափոխվել։ Այո, մենք արդեն վախենում ենք նույնիսկ կադրում, եթե կհայտնվի Արարատի նկարը, այսինքն ել չեմ ասում մնացած բոլոր ինքնության տարերի դեմ այս իշխանությունների պայքարի մասին։ Մի այսպիսի կարճ հարց եմ ուզում տալ, իհարկե մի քիչ այսպես կողքից զավեշտ է հիշեցնում, որովհետև մենք նույն խմբակցությունից ենք եւ կարծես թե նույն միջոցառումներին մասնակցում ենք, բայց այսօր բանախոսը դուք եք, վերջին շրջանում դաշինքը իդեմս խմբակցության պայմանավորների բազերում հանդիպումներ է ունենում, ձեր տպավորությունը այնտեղի հանրային տրամադրությունների վերաբերյալ։ Ես քրսեմ նորից թվերով ասել, որ անձնական տպավորություն չլինի։ Եթե մենք նույն վայրում, կոնկրետ քաղաքում անցած տարի հանդիպել էինք 400 մարդու հետ, այս տարի հանդիպել ենք 700 մարդու հետ։ Ու այդ այնպես չի, որ այսինքն ինչ որ հատուկ այլ բան է արվել, կա սպասում, կա փոփոխության սպասում։ Եվ մարդիկ ուզում են լսել ինչ է իրենց առաջարկում, ինչ է ի վերջո, ու այո, կոնկրետության ակնկալիք կա։ Ոչ թե անվտանգություն, այլ ինչպես անվտանգություն, ոչ թե բարեկեցություն, այլ ինչպես բարեկեցություն կարող է ապահովել, կամ կոնկրետության սպասում, կամ փոփոխության սպասում, բոլոր սոցիոլոգիական հարցները դա ցույց են տալիս։ Այո, իշխանությունը ունի X թվով աջակից, որով իշխանություն ձևավորել ինքը չի կարողանա, եթե մասնակցություն ընտրություններին շատ ցածր չլինի, եւ հսկայական զանգված 3-4 անգամ ավելի շատ իշխանության առաջարկները մերժողներն են, ովքեր իրենք սպասում են առաջարկի, այսինքն կարճ պատասխանելով կա սպասում առաջարկի, կա սպասում ծրագրի եւ կա սպասում ճանապարհի, որի արդեն գործը մեկն է ցույց տալու։ Մենք հիմա ինչ ենք անում, հանդիպում ենք մարդկանց հետ, մեր պատկերացումներով ենք իսկում, լսում ենք իրենց նաեւ, որպեսզի ձևակերպենք վերջնական ելքի մեր պատկերացումը, որ էլի առաջարկելու ենք իրենց, այսինքն սա նախընտրականի նախօրինակն է, այսպես, կա սպասում միանշանակ։